Սիրելի հեռուստատողներ, լուրերի ժամը շարունակվում է եւ մենք շարունակում ենք ներկայացնել առաջիկայում գնենդելում կայանալի քաղաքային խորհրդի ընտրությունների հետ կապված մանրամասներ։ Այս պահին արդեն մեր տաղավարում հյուրընկալել են քաղաքային խորհրդի անդամի տեխնացու Դավիթ Մնացականյանին, ով ներկայացնելու է նախընտրական ծրագրերը, ընտրությունների կարևորությունը եւ որքանով կարևոր է լինելու ընտրել հայ տեխնացուներին, ապագայում քաղաքին հուզող խնդիրների լուծման տեսանկյունից։ Անչափ շնորհակալ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Խնդրեմ մի փոքր մեր հեռուստադիտողներին ներկայացնեք, ինչպես որոշեցիք մասնակցել այս ընտրություններին, որքանով կարևոր է լինելու առաջիկա ընտրությունները եւ որքանով կարևոր է լինելու հենց հայ տեխնացուներին ձայն տալը։ Շնորհակալություն, ուրախ եմ լինել այստեղ։ Նախ ասեմ, որ 10 տարից ավել արդեն ապրում եմ Կալիֆոռնիայում եւ 10 տարի ապրել եմ Վաշինգտոնում, մշտապես տեսնելով Գլենդեյլի առջև ծառացած խնդիրները եւ համայնքում լինելով բավական ակտիվ տարբեր ծրագրեր իրականացնելով համայնքի անդամները վստահ եմ իսկ կճանաչեն ժամանակներ, որպեսզի այդ խնդիրներին ունենալ ինստիտուցիոնալ լուծում։ Եվ բացի դա, քանի որ Գլենդեյլի բնակչությունը կեսը հայ են, անհրաժեշտ է, որ հայկական ձայնը նույնպես մենք ունենանք քաղաքային խորհրդում, շարունակենք ունենալ եւ մեր ծրագրերը իրականացնենք օգնել մեր համայնքի բնակիչներին, ինչպես նաեւ մեր հարևաններին։ Կասեք մի փոքր նախընտրական քարոզարշավը արդեն սկսել եք, վստահ եմ այս ընթացքում ունեցել եք տասնյակ հանդիպումներ, ինչ հիմնական հարցերով են ձեզ քաղաքացիները դիմում։ Հիմնական հարցերը բնակարանային հարցերն են, էլեկտրաէներգիայի բարձր վճարներն են, աղբի բարձր վճարներն են, բայց ես կուզեի առանձնացնել նաև, որ շատ կարևոր է, որ մենք ապագան էլ նաև նայենք եւ ապագայի համար աշխատանքներ կատարենք, քանի որ Գլենդեյլի առջև ծառացած խնդիրները նաև ներառում են մեր երիտասարդությանը, մեր մեծահասակներին եւ բիզնեսները բավականին տուժում են այս ժամանակ նույնպես եւ բիզնեսի առումով էլ մենք մեծ խնդիրներ ունենք եւ իմ ծրագրերն է, որ մենք ծրագրեր իրականացնենք երիտասարդների զարգացման համար, ստեղծենք իրանց համար նոր բավարար պայմաններ, ավելի շատ առաջադեմ լինելու համար, ինչպես նաև բնակարանների հարցում կարողանանք օգտակար լինենք։ Կասեք այս ընտրությունների կարևորությունը քաղաքայի ապագայի հարցում եւ հատկապես հայ տեխնացուներին ձայն տալը, հայերի ներկայություն ունենալը Գլենդեյլի քաղաքային խորհրդում ինչքանով կարևոր է լինելու։ Ասեմ, որ Գլենդեյլում բնակվում է 200,000 մոտ 200,000 մարդ, որից կեսը հայեր են եւ անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք իրավագիտակցություն ունեցող եւ համայնքի խնդիրները հասկացող եւ լավ կրթություն ստացած անձինք, որոնք կարող են ներսում աշխատանքներ կատարել եւ ծրագրեր իրականացնել ողջամիտ կերպով, որպեսզի կարողանանք մեր համայնքի համար ավելի շատ օգտակար լինենք։ Նաեւ պետք է նշեմ, որ անհրաժեշտ է, որպեսզի հայերը անպայման լինեն, քանի որ եթե օտարները կան վերցնեն, հետեւաբար որոշումների մեծամասնությունը կողմնապահությունը կգնա այն կողմ։ Մենք պետք է ունենանք այդ բալանսը պահելու ներսում։ Կասեք մի փոքր ընտրություններին ինչ նախընտրական ծրագրով եք մասնակցում, մի քանի կարևոր դրույթներ ներկայացնեք ձեր նախընտրական ծրագրից։ Կարևորներից մեկն ասեմ, որ Գլենդեյլը բավական կաղումեր չուներ թեժ գծի էկոհամակարգ, ես այն ստեղծել եմ արդեն, կոչվում է glendelforward.com եւ բացի սա անհրաժեշտ է, որպեսզի մենք Գլենդեյլի առջև ծառացած խնդիրները համայնքների հետ համատեղ լուծենք։ Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը, որ մենք առնչվեցինք, որ բոլոր որոշումները կայացվում են փակ դռներում եւ հանրային ժողովուրդը ոչ մի գաղափար չունի, ինչ որոշումներ են կայացվում։ Որոշումները կայացում վերջանում են, որ հանրությունը տեղեկանում է։ Բայց ունենալով 200,000 բնակչություն, ես վստահաբար եմ ասում, եթե ժողովուրդը միասնական ձևով ինֆորմացված լինի, ինչ որ կատարվում է Գլենդեյլի քաղաքապետարանում, կան որոշումներ, որոնք ժողովուրդը կարող է ներազդել դրանց վրա եւ օգնել այդ ծրագրերը միջև հասնի այն մակարդակ, որ արդեն որոշումը կայացվել է, քանի որ ամեն անհատ այստեղ ունի ձայն, եթե քաղաքացի ընտրելու իրավունք ունի։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք թափանցիկ կառավարման մոդել, որը երկար ժամանակ չի եղել։ Նպատակը այդ փակ դռների երթևում կայացած իրավիճակը բաց ձևով ներկայացնելն է եւ հանրությունը որպես տեղեկան ինչպես է կառավարվում իր քաղաքը։ Դուք նաև ակտիվ երկար տարիների լոբիստական աշխատանքներ եք իրականացրել, հեղինակ եք դարձել մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների, խնդրեմ դա թվարկեք։ Ասեմ, ես ունեմ բավականին շատ 12 տարվա լոբիստական փորձունեություն, իմ գործունեությունս պարբերաբար կա կոնգրեսում եւ սենատում, ես պարբերաբար առաջարկում օրենքի նախագծեր, ներկայվիճակում 5 ֆեդերալ օրենքի նախագծի հեղինակ եմ եւ սեպտեմբեր ամսին եւս 4-ն ենք առաջարկում եւ ես դարձա Ամերիկայի պատմության մեջ ներկայացությամբ առաջինը, որ 5 ֆեդերալ օրենք է առաջարկել, որոնք առնչվում են ազգային անվտանգության հետ, առնչվում են
զինվորականների, ոստիկանների, հրշեջների, առաջի բուժօգնություն տրամադրողների համար հիմա արդեն անցնում ենք դեպի երիտասարդական, արհեստական բանականության, դպրոցների անվտանգության, այն հարցերը, որոնք մենք առնչում ենք։ Նույն հարցերը նաև նույն խնդիրներով մենք առնչում ենք այստեղ Գլենդելում։ Կապված երեխաների հետ բարոյական բոլոր առումներով մենք խնդիրները այստեղ բավական շատ են։ Եվ իմ գիտելիքը, իմ փորձը բնականաբար ես վստահ եմ, որ կարող եմ իրականացնել այս լուծումները եւ բարբերաբար անգամ Գլենդելում ես առաջարկում եմ նոր տեսակի լուծումներ եւ ներկա վիճակում այդ գործընթացում եմ զբաղվում։ Կասեք մի փոքր առաջիկա ընտրությունների ընդհանուր առմամբ նաև կարևորությունը քաղաքի ապագայի համար, ապագա զարգացման համար, ինչ կարևոր նշանակություն եւ դերակատարություն ունի ընդհանրապես քաղաքային խորհուրդը Գլենդելի կյանքում, որոշումների կայացման կյանքում եւ ընդհանրապես զարգացումն ապահովելու առումով։ Ասեմ օրինակ Գլենդել ներկա վիճակում ունի պարտքը կուտակվել է ոչ ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում, որից դժում են շարքային քաղաքացին եւ այս րոպեին անհրաժեշտ է որպեսի Գլենդելի քաղաքում մենք մտածենք որպես քաղաքացիներ, որպես բնակիչներ, ինչպես է ձևավորվելու ապագան։ Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիան կլանում է ամեն ինչ եւ այս ժամանակ մենք շատ հարցեր մենք իրականացնում ենք բավականին հին ձևաչափով, որը վերցնում է շատ ավելի ժամանակ, շատ ավելի ռեսուրսներ, բայց իրական արդյունքը քաղաքացիները չեն տեսնում։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մենք նույնպես համընթաց գնանք այն ընթացքին, որը որ քաղաքը զարգանում է։ Մեր զարգացման process-ը բավականին դանդաղ է այստեղ։ Հետևաբար ես լուծումներ ունեմ, որի միջոցով մենք կարող ենք ել ավել զարգացնել Գլենդելը, ավելի լավ պայմաններ ստեղծենք երիտասարդության համար, որը շատ կարևորում եմ, քանի որ մեր երիտասարդությունը այսպես ասած կորած են այստեղ։ Մենք 36000-ի չափ երիտասարդություն ունենք այստեղ, բայց անընդհատ խնդիրները, որոնք իրենք առնչվում են դրանց հետ, մենք պետք է բարձրաձայնենք։ Ես ուզում եմ բաց բոլոր խնդիրները բարձրաձայնեմ, լուծումները նույնպես եւ հանրային ներգրավվածությունը ներառյալ ծրագրեր իրականացնենք Գլենդելը զարգացնելու համար։ Գլենդելը մեր բնակելի քաղաքն է, մեր սիրելի քաղաքն է, որտեղ ապրում են 100,000-ից ավել հայեր։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք այնպիսի ծրագրեր իրականացնենք, որ հայ վարկանիշը նույնպես բարձրանա, քանի որ հասկանալի է, որ մեր վարկանիշն անընդհատ այստեղ կպտնում են կոնգրեսում, կպտնում են սենատում, կպտնում են այստեղ, ինչպես գիտենք, դոկտոր Ազին նույնպես անդրադարձավ հայերի բիզնեսներին, որը նույնպես մեր վարկանիշի անկում էր, ինչ որ տեղ կարելի այդպես նույնպես անվանել, եւ իմ նպատակն է, որպեսզի հայերը այստեղ պաշտպանված կան։ Եվ դրա համար ես բացել եմ եւս նոր լոբիստական կազմակերպություն, տրանսկոնտինենտալ լոբիստական կազմակերպություն կոնգրեսում, որ բացի իմ Գլենդելի գործունեությունը, մենք բարբերաբար ճանապարհ հարթենք երիտասարդներին տանելու դեպի ավելի մեծ պաշտոններ։ Այս տեղում մենք կաղում ենք շատ, քանի որ ամենտեղ որտեղ գնում ենք այն կարևոր պաշտոնները, որ պետք է մենք ունենանք մեր հարցերը բարձրաձայնելու, մենք չունենք այդ պաշտոններում, այդ տեղերը թափուր են, բայց երբեք հայերը չեն գնում այդտեղ։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի հայ երիտասարդության առաջ տանք մենք այստեղ։ Եվ դրա համար կա նաև ռեսուրսներ, կա ծրագրեր, որ Գլենդելում դա կարող ենք իրականացնել, քանի որ ընդհանուր առմամբ երիտասարդությունը այստեղ է։ Եկեք մի փոքր խոսենք փոքր եւ միջին բիզնեսի մասին։ Հայտնի է, որ շատ բիզնեսներ Գլենդել քաղաքում հատկապես փակվում են, շատերի համար դժվարացել է արդեն այս քաղաքում բիզնես գործունեություն ծավալելը։ Հետաքրքիր է իմանալ, արդյոք դուք հանդիպել եք այս ընթացքում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչ խնդիրներ են նրանց հուզում եւ ինչպես եք պատկերացնում այս ոլորտին աջակցությունը։ Ասեմ, իմ ծրագիրը բավական մշակված ծրագիր է եւ եթե ես անցնեմ եւ եթե հանրությունը ինձ ձայն տա, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի փոքր բիզնեսները հարկ չտան։ Սա կարևոր հարց է բիզնեսին օգտակար լինելու համար։ Երկրորդ հարցը, որ կա, մենք Գլենդելում ունենք բավականաչափ շատ մեծ սեփականատերեր, ովքեր ունեն շատ բիզնեսի տարածքներ եւ դրանք չեն տալիս վարձակալության, հետեւաբար նաեւ չեն էլ վճարում դրա համար։ Պետք է նոր գործընթացներ, նոր ծրագրեր իրականացնել, որպեսզի այդ բիզնեսների տարածքները հասանելի լինի հայ բիզնեսմենների եւ մյուս բնակիչների նույնպես։ Եվ մի բանը, որ այստեղ պետք է նորից նշեմ, ներկա վիճակում նկատվում է, որ հայ բիզնեսի ձեռնարկատիրական գործունեություն ծավալած անձանց տարածքներ չեն տրամադրում։ Ինչպես նաեւ գործազրկության ցուցանիշն է բավական ցածր։ Եվ ունենք այլ խնդիրներ կապված բիզնեսների հետ, հարկերը բավականին շատ են, ճանապարհները գնալով ավելի խցանվում են, ավելի փոքրանում են, այստեղ մենք մի քանի մեծ խնդիրներ ունենք, նաև անվտանգության հետ խնդիրներ ունենք, նաև ունենք հանցագործության հետ այստեղ խնդիրներ, ընդհանուր Գլենդելի վիճակը կան բավականին մեծ լուծումներ, որ պետք է տան եւ կարճ ժամանակում ամբողջությամբ ներկայացնել դա հասկանալի է բարդ կլինի, բայց ընդհանուր լուծումները կան, ուղղվածությունները կան
եւ կարևոր ծրագրերը, որ այսօր առաջնային խնդիրներ են, ցուցակագրված մենք բոլորի համար աշխատում ենք եւ ես պարբերաբար գլենդելում գտնվում եմ ամեն 3 շաբթի մասնակցում եմ նիստերին եւ պարբերաբար բոլոր գլենդելի արժեվ ծառացած խնդիրները պարբերաբար մենք քննարկում ենք ունենում այնտեղ գլենդելում։ Ես գործընթացին ծանոթ եմ եւ դրա համար խորհուրդ կտամ, որպեսզի գործունյա բանիմաց մարդիկ ընտրվեն այս անգամ, քանի որ այն խնդիրները որ կան, երկար ժամանակ չեն լուծվել։ Պետք է նոր դեմքեր, նոր ուժ, նոր եռանդ, նոր իմացություն, ինֆորմացված մարդ, որպեսզի կարողանանք համատեղ այդ ծրագրերը իրականացնենք։ Եվ նաև վստահ եմ կունենաք ծրագրեր Հայաստանի հետ համատեղ իրականացնելու այս առումով ինչ ապագա եք տեսնում։ Անկասկած ասեմ, որ մենք մի քանի ուղղություններով հիմա մեծ լայնածավալ աշխատանքներ ենք տանում, մեկը գիտական ուղղվածությունն է։ Մենք ստեղծեցինք առաջի հայկական ակադեմիական հրատարակության կենտրոնը, որպեսզի հայտարարությունը իրենց PhD-ները այդ համակարգում անեն։ Մենք ստեղծեցինք հայ միասնական մտավորականություն ծրագիրը, Հայստարս ծրագիրը, որը շուտով մենք արդեն հանրությանը կներկայացնենք։ Իմ նպատակն է, որպեսզի ոչ միայն գլենդելն եւ հարակից տարածքի բնակվող մեր բնակիչները եւ հայաստանցի եւ Հայաստան բնակվող մեր երիտասարդությունը համատեղ կարողանանք մեծ ծրագրեր իրականացնել, քանի որ այստեղ ինչ որ կատարում է անմիջապես նաեւ անդրադառնում է արձագանքը Հայաստանի վրա եւ Հայաստանի երիտասարդության վրա։ Շնորհակալություն, խնդրեմ թողարկման այս հատվածում ձեր խոսքը ձեր ընտրողներին եւ գլենդելի բնակիչներին։ Սիրելի գլենդելի բնակիչներ, այս ընտրությունները լինելու են վճռորոշ ընտրություններ, քանի որ ունենք 12 տեխնացուներ եւ ունենք 9 հայ տեխնացուներ։ Դուք կարող եք ձեր ձայնը տակ 3 ընդհանուր տեխնացուի քաղաքական խորհրդի տեխնացուների մեջից, որ հավակնությունը տալիս եք, կխնդրեմ, որ նույնպես ձեր ձայնը ինձ էլ տակ, ես շատ մեծ աշխատանքներ ունեմ արած համայնքում եւ բարբերաբար նաեւ անում եմ կոնգրեսում հայ վարկանիշը բարձրացնելու համար եւ աշխատելով թափանցիկ կերպով մշտապես ունենալով հանրային շահը որպես առաջին նախապայման, իմ նպատակն է, որպեսզի գլենդել ել ավելի զարգացնեմ, ավելի թափանցիկ, օգնելով ընտանիքներին, երիտասարդներին, ապագա սերունդներին, մեր ավագ սերնդին եւ ընդհանուր գլենդելի վարկանիշին եւ գլենդելի հայ վարկանիշին բարձրացնելուն։ Սա միայնակ անելու հնարավորությունը չկա, պետք է անենք միասին, պետք է անենք համատեղ ուժերով, որպեսզի կարողանանք գլենդելը ել ավելի զարգացնել եւ ձեր կյանքի որակը եւ կենսակերպը գնալով ավելի զարգանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ թողարկման վերջում խնդրեմ եկեք մի փոքր խոսենք ընդհանրապես քվեարկելու կարեւորության մասին։ Հայտնի է, որ ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է ընտրություններին մասնակցությունը։ Մեր համայնքը ցավոք շատ չի մասնակցում, չի սիրում մասնակցել ընտրություններին, թեև գրանցված է եւ ունի այդ իրավունքը։ Խնդրեմ ներկայացնեք այսօր, երբ արդեն քվեաթերթիկները ստացել են քաղաքացիները, որքանով կարեւոր է լինելու անկախ ընտրությունից, անկախ որ տեխնացուին կընտրեն, մասնակցեն ընտրություններին եւ իրենց ձայնը տան։ Նախ ասեմ, որ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ ընտրությունների մասնակցելով եւ տալով ձեր ձայնը այն անհատներին, որ դուք հավակնություն տալիս եք, որպես տեխնացուներ, անհրաժեշտ այնքանով, քանի որ ըստ ձեր ընտրած մարդու, ձեր ընտրած տեխնացուի կարող են կատարվել որոշումներ, եթե սխալ մարդու եք ընտրում, եթե չեք մասնակցում, կարող են կայացնել որոշումներ, որից հետո 4 տարի այդ խնդիրները գնալով անգամ են բարթանում եւ հետո պետք է գանք եւ նորից փորձենք այդ խնդիրները լուծել։ Ընտրությունները այնքան են կարեւոր, որ դա ձեր իրավունքն է այստեղ այս երկրի մեջ ինչ որտեղ ձայնը ունի արժեք։ Եվ անհրաժեշտ է որպես ընտրությանը անպայման ժողովուրդը մասնակցի եւ այդ մշակույթը պետքա ձևավորվի։ Մենք միշտ կաղում ենք այդ հարցում, շատ մարդիկ կան, որ քաղաքացիներ են վաղուց եւ գրանցված չեն որպես ընտրողներ։ Հետևաբար անհրաժեշտ է, որ անպայման քվեարկությանը մասնակցեն եւ իրենց ձայնը բարձրացնեն, որ ճիշտ տեխնացուներ կան եւ հետագայում բարբերաբար մենք խնդիրներ լուծելու համար չծախսենք այդ ժամանակը, այդ ռեսուրսները, այլ ընդհակառակը գնալով զարգացնեն գլենդելը։ Այնպես որ քաջալերեմ յուրաքանչյուր գլենդելի բնակչի անպայման մասնակցել ընտրություններին։ Անչափ շնորհակալություն, հաջելի էր լսել ձեր նախընտրական ծրագրերը, ընտրությունների վերաբերյալ ձեր մոտեցումները, մաղթում եմ ձեզ հաջողություններ առաջիկա ընտրապայքարում, իսկ ձեզ հերոստատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել էինք Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի տեխնացու Դավիթ Մնացականյանին, ինչպես նշեց իմ զրուցակիցը, անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք եւ ընտրությունների միջոցով ձեր ձայնը լսելի դարձրեք քաղաքի համար ամենակարևոր որոշումների կայացման գործում։